Ռադյարդ Քիփլինգ, Մաուգլին։ Ջունգլիի իր որջում գայլերի ընտանիք էր ապրում։ Ջունգլիի բոլոր կենդանիներն ապրում էին խաղաղ ու ենթարկվում էին ջունգլիի օրենքին, բայց բոլորն էլ վախենում էին վագր Շերխանից։ Մայր գայլն ու հայր գայլը տեսել էին Շերխանին գյուղացիների վրա հարձակվելիս։ Հայր գայլը գիտեր, թե Շերխանը որքան է սիրում մարդու միս։ Հանկարծ թփերի միջից ձայն լսեց, գնաց դեպի ձայնը և մի երեխայի գտավ։ Երեխային տարավ որջը ու հանձնեց մայր գայլին։ Մայր գայլը որոշեց նրան մեծացնել իր ձագերի հետ։ Նա միանգամից սկսեց խաղալ գայլաձագերի հետ, ու նրանք արագ վարժվեցին իրար։ Շերխանն իմացավ, որ գայլերի ընտանիքում երեխա կա։ Փորձեց խլել նրան, բայց չկարողացավ։ Հայր գայլն ու մայր գայլը ամեն կերպ պաշտպանում էին երեխային, որին անվանել էին Մաուգլի։ Ժամանակի ընթացքում Մաուգլին աշխույժ տղա դարձավ։ Երբ մի քիչ մեծացավ, նրան տարան Աքելայի, ոհմակի ղեկավարի մոտ։ Նա պետք է որոշեր՝ մնա Մաուգլին ոհմակում, թե ոչ։ Մեծ ժողով հավաքվեց որոշելու Մաուգլիի ճակատագիրը։ Երբ ժողովը սկսվեց, Աքելան կասկած հայտնեց ոհմակում Մաուգլիի մնալու վերաբերյալ։ Ժողովին ներկա էին ջունգլիի բոլոր գայլերն ու շատ ուրիշ գազաններ։ Հանկարծ Բալուն, Արջը և Բաղիրան Սև Հովազը խոսեցին Մաուգլիի մնալու օգտին։ Նրանք համաձայնեցին սովորեցնել նրան ջունգլիի օրենքները։ Այդ օրվանից սկսվեց Մաուգլիի ուսումը Բաղիրայի ու Բալուի ղեկավարությամբ։ Նրանք սովորեցնում էին ինչպես որս անել ու պաշտպանվել վտանգից։ Մաուգլի սովորեց ջունգլիի օրենքները և թռչունների ու գազանների լեզուն։ Բալուն ու Բաղիրան դարձան Մաուգլիի ուսուցիչներն ու ընկերները։ Բալուն զգուշացրեց Մաուգլիին հեռու մնալ Շերխանից և կապիկներից, բայց երիտասարդ և անհոգ Մաուգլին դրան ուշադրություն չդարձրեց։ Մի անգամ կապիկները Մաուգլիին միայնակ տեսան։ Նրանք փախցրին տղային ու տարան ընկերներից հեռու մի տեղ։ Կապիկները խնդրեցին Մաուգլիին մնալ իրենց հետ, որովհետև շատ նման էր իրենց։ Մաուգլին հիշեց Բալուի զգուշացումը։ Նա չփորձեց նեղացնել կապիկներին, գիտեր, որ նրանք հաստատ իրեն կվնասեն։ Երբ Բալուն ու Բաղիրան իմացան, որ Մաուգլիին փախցրել են, օգնության համար գնացին Կաա օձի մոտ։ Կաան լսեց Մաուգլիի պատմությունը և համաձայնեց օգնել։ Բալուն, Բաղիրան ու Կաան փրկեցին Մաուգլիին կապիկներից։ Նա երեքին էլ շնորհակալություն հայտնեց և խոստացավ միշտ կատարել Բալուի խորհուրդները։ Այդ ընթացքում Շերխանը երիտասարդ գայլերին Մաուգլիի դեմ էր տրամադրում։ Բաղիրայի խորհրդով Մաուգլին գյուղից կրակ ուղղացավ Շերխանին վախեցնելու համար։ Մաուգլին Շերխանի մորթին դրեց ջունգլիի բոլոր կենդանիների առջև։ Նրանք ուրախացան, որ ազատվել են դաժան վագրից։ Մաուգլին երջանիկ էր և հայտարարեց, որ երբեք չի հեռանա և կմնա Բաղիրայի, Բալուի ու գայլերի իր ընտանիքի կողքին։